անվտանգություն, ինքնիշխանություն, վճռականություն, դիմակայունություն, Եվրամիությանն անդամակցություն, զարգացած տնտեսություն, ուժեղ բանակ, վստահելի դաշնակիցներ, ազգային արժանապատվություն, միասնականություն, համերաշխություն, պատասխանատվություն, օրենքի գերակայություն, անկախ դատարան, կոռուպցիայի մերժում, բարձր աշխատավարձ, անվճար բարձրագույն կրթություն, հասանելի առողջապահություն, արժանապատիվ թոշակ, հանուն հանրապետության, քո ձայնը խորհրդարանում։ Վերաբերալ թե ինչպես ենք միասին աշխատում, շատ շնորհակալություն, հրաշալի այստեղ լինել, Էմանուելը ասաց, շատերն առաջին անգամ են այցելում Հայաստան, ես նրանց թվում եմ, եւ ուստի շնորհակալություն շատ ջերմ հյուրընկալության համար, ֆանտաստիկ է այստեղ լինել, իսկապես զգալ պատմությունը, մշակույթը, ջերմ ընդունելությունը, հյուրընկալությունը, բոլորս, ովքեր առաջին անգամ ենք այստեղ, իրապես նկատում ենք եւ երախտապարտ ենք դրա համար, շնորհակալ ենք։ Եվրոպական քաղաքական համայնքը շատ լավ հնարավորություն է համախմբվելու այս կազմով եւ քննարկելու եւ անդրադառնալու այն մարտահրավերներին, որոնք բոլորիս առջև ծառացած են, թե տնտեսության մեջ, թե էներգետիկայի, թե անօրինական միգրացիա, ինչպես Ջորջան ասաց, դա իմիջիալս եվրոպական քաղաքական համայնքի նախորդ գագաթնաժողովի թեման էր, որը 6 ամիս առաջ գումարվեց, հռչակագիր էլ կազմեցինք այդ գագաթնաժողովի արդյունքում, որը շատ կարևոր է եւ այդ աշխատանքի շարունակելիությունը կապահովի, բայց այս մասով հատկապես այս գագաթնաժողովի մասին կասեմ հետեւյալը։ Ֆոնային իրավիճակը փոխվել է, այժմ երկու ճակատներով պատերազմի ականատես ենք, մտնում ենք արդեն Ուկրաինայում պատերազմի, Ուկրաինայի պատերազմի 5-րդ տարին Իրանի հակամարտությունն էլ զուգահեռ ընթանում է, եւ երկուսն էլ ազդում են բոլորիս վրա, շատ նյութապես են առաջացնում հետևանքներ, Միացյալ Թագավորությունում, եթե դիտարկես տնտեսության կանխատեսումներն այսօր ու համեմատես ընդամենը 3-4 ամիս առաջվա կանխատեսումների հետ էապես այլ իրավիճակ է եւ սա մեր ընտրազանգվածների վրա բոլորիս երկրներում ազդեցություն կունենա։ Ազդեցությունը միայն տնտեսական չէ։ Միացյալ Թագավորությունում եւ այլուր հատկապես կան նաեւ պրոքսի հարձակումներ Ռուսաստանի եւ Իրանի կողմից մեր փողոցներում դրսևորմամբ նաև կիբեր հարձակումների դրանք հեռահար չեն, հեռակա չեն, շատ իրական են։ Վոլոդիմիրի դեպքում էլ այս ամենը կա, մենք նրա կողքին կանգնած ենք, ինչպես միշտ ենք կանգնած եղել, եւ երրորդ ազդեցությունը մեր վրա, ինչպես արդեն նշվեց, այն է, որ չենք կարող հերքել, որ որոշ դաշինքներ, որոնցից մենք կախված ենք եղել անցյալում, ներկայումս այնպիսին չեն, ինչպես կուզենք դրանց տեսնել։ Ավելի շատ էլ արվածությունը դաշինքների մեջ, քան պիտի լիներ։ Ու շատ կարևոր է, որ մենք որպես պետությունների խումբ սա սրան միասին դիմագրավենք։ Մարտավարական մակարդակում բավական լավ ենք աշխատել ըստիս։ Ցանկացողների կոալիցիան Ուկրաինայի հարցում մասնավորապես կազմել եւ պահպանել ենք պետությունների խումբ միասնական նպատակով, մեկ նպատակով այն է անվտանգության երաշխիքներ Ուկրաինայի համար։ Ցանկացող երկրներ, որոնք ցանկանում են միասին աշխատել, հանուն ընդհանուր կամ միասնական կամ մեկ նպատակի քաղաքական համախոհություն կա եւ կա նաեւ ռազմավարական բավական խորը համատեղ պլանավորում։ Այդ մոդելը, այն մոդելն է, որը մենք փոխառանք նաև Ֆորմուզի նեղուցի պարագայում պետությունների այլ խումբ մի փոքր այլ կազմով, բայց միևնույն նպատակով այն անհրաժեշտ աջակցություն հավաստիացումներ ապավել, որպեսզի հոզի նեղուցը հնարավորինս շուտ բացվի եւ նավերը հնարավորինս շուտ այնտեղով անցնեն եւ դա ապացուցում է, որ մենք կարող ենք լինել ճկուն մարտավարական մոտեցում ցուցաբերել պետություններին համախմբել այդ կազմով, եթե ունենք միասնական նպատակ, բայց ռազմավարական մակարդակում պետք է ավելին անենք, քանի որ եթե խոսում ենք պաշտպանության եւ անվտանգության մասին, ապա Եվրոպայում հետ ենք ընկել։ Աստեն տարիներ շարունակ այն կետին չենք, որում պիտի լինենք։ Ավելի ուժեղ եվրոպական տարր պետք է լինի ՆԱՏՕ-ի ներսում, այս հարցում կասկած չունեմ։ Պաշտպանություն, անվտանգություն, առևտուր, էներգետիկա, այս ամենը զենքայնացվել է եւ մեզ պետք է շատ ավելի ուժեղ
Եվրոպա միասնական Եվրոպա այս հարցերում կարծում եմ բոլորս նույն բանն ենք ասում տարբեր բառերով մինչելոց Մարկ ծեր ասացնել է սրան վերաբերում հաղթահարելով այն մարտահրավերները որոնք հիմա կան հիմա Եվրոպան պետք է ճանապարհին առաջնորդողը լինի պաշտպանությունը անվտանգությունը հետ են ընկած եղել չափազանց շատ կախվածություն չափից շատ կախվածություն եւ ընդհանրություններ ներկայիս աշխարհի մասին դրանք փոխվել են եւ հիմա պիտի դուրս գանք այդ իրավիճակից պիտի դա անենք պատշաճ տեմպով քանի որ այս գործոնների ազդեցությունը իրական է դաշինքները որոնք լարվածություններ ունեն ներսում իրական լարվածություններ են հիմա կրում եւ մեր խմբային հավաքական արձագանքը կանխորոշի հետագա տարիների սերունդների համար ապագան շատ կարևոր պահ է որպեսզի միախմբենք միավորվենք այս քննարկումները ծավալենք որոշենք թե ինչ ենք անելու ինչպես ենք անելու եւ ինչ գործողություններ ենք սրանից հետո իրականացնելու շնորհակալություն